Իսկ պարոն Ռուբինյան գրած ասते հետագայում էլ Փաշինյանը մեկնաբանել է, որ սրանով Նիկոլ Փաշինյանը պատմության մեջ առաջին անգամ Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։ Հիմա եթե այդ օրը Արցախը ճանաչվում է որպես Ադրբեջանի տարածք, Ռուսաստանն ու Ադրբեջանն էլ իրար հետ չունեն պայմանագիր, որ Ռուսաստանի Ադրբեջանի տարածքում կարող լինեն ռուս զինվորներ։ Հայաստանը ունի Ռուսաստանի հետ պայմանագիր, որ Հայաստանի տարածքում ռուս զինվորներ կարող լինեն, բայց Ադրբեջանը չունի։ Ադրբեջանը գնում է Ռուսաստանի նախագահին, ասում է, «Այն երկիրը այլևս ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում։ Մենք էլ պայմանագիր չունենք, որ մեր տարածքում դի զինվոր հավաքի քո զինվորները ընդից գնա»։ Նրանց ասում է, «Բա հայերը, նրանց անվտանգությունը», ասում է, «Շատ լավ, ես կպայմանավորեմ»։ Հետո Նիկոլ Փաշինյանը պայմանավորում է Իլհամ Ալիևի հետ, Արցախը պահում եք շրջափակման մեջ, որպեսզի հայերի համար այնտեղ դառնա անտանելի պայմաններ, չկարողանան այնտեղ ապրել։ Ադրբեջանը մի օրով հարձակվում է Արցախի վրա, Արցախը հայությունը 10 օրում տեղահանվում է, ամբողջ հայերին հանում են, որպեսզի ռուսներն էլ